Առաջի ձուկերում ելքամասում վթարը 62-րդ խողովակաշարում։ Վթարն ուսումնական է, ըստ սցենարի վնասվել է Կապանից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հիմնական պոչատար խողովակը։ Րոպեներ անց այստեղ են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները եւ փրկարարները։ Շատ կարևոր կառույց է հանդիսանում, բայց ունի իր վտանգային նշանակությունները, որոնք ասենք պայմանավորված այսօրվա կապված վթարի հետ տեղի ունեցել պայմանական վթար, հերթափոխի վարպետը արագ արձագանքել է տեղյակ պահել համապատասխան կոմբինատում գործող դիսպեչերական ծառայությանը, դրանից հետո սկսվել է արդեն վթարավերականգնողական աշխատանքները մեր կողմից, մինչև համապատասխան մնացած օղակները հասնեն, որովհետև այս նույն երևույթը կարող է պատահի գիշերը։ Բազմակիլոմետրանոց խողովակները պոչանքը Քաջարանից հասցնում են Արծվանիկի պոչամբար։ Այստեղ հաշվարկված է յուրաքանչյուր մանրուք, աշխատակիցներից յուրաքանչյուրը գիտի անելիքը։ Հենց սա է համակարգված ու անվտանգ աշխատանքի երաշխիքը։ Գործողը 1020 մմ տրամաչափի ներպատված քարվահալածքով խողովակ է, հիմնական աշխատող։ Նաև ունենք երկու վթարային 720 մմ տրամաչափի խողովակներ։ Հերթափոխի վարպետը պոչանք ուղղորդում արդեն երկու վթարային խողովակները, կատարում է գործող խողովակի, վթարված խողովակի դատարկում, վթարային ավազանում ու սկսում է վթարավերականգնման աշխատանքները արդեն։ Որ վթարները գործնականում հնարավորինս քիչ գրանցվեն, կիլոմետրանոց խողովակները պարբերաբար ստուգվում են։ Գործում են նաև հերթապահ խմբեր, որոնք անկախ եղանակից ու ժամից խողովակի վնասվելուց րոպեներ անց հասնում են տեղ եւ վերացնում խնդիրը։ Դրանից զատ ձեռնարկության աշխատակիցներն անընդհատ կատարելագործում են գիտելիքները տեսական ու գործնական պարապմունքներով։ Բոլոր ձուկերներում ունենք հերթապահ աշխատակիցներ, որ աշխատում են հերթափոխով, 24 ժամ աշխատում են եւ այդ ժամանակ աշխատանքի ժամանակ աշխատակիցները անընդհատ հսկում են խողովակաշարը, պոչատարը հսկում են, որպեսզի վթար եղած դեպքում նկատել լինի եւ արագ արձագանքի։ Իհարկե պոչատարը երկար է, շատ մեծ է, դրա համար հսկողությունը էլ ավելի զգոմ պետք է լինեն աշխատակիցները, որպեսզի կարողանան արագ գնահատեն իրավիճակը եւ արձագանքեն։ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային վարչության ուշադրության կենտրոնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ պարտադիր անցկացվում են նման ուսումնավարժանքներ։ Նպատակը հնարավոր արտակարգ իրավիճակներում գործողությունների նախապես ստուգված պլան ունենալն է։ Մենք տարվա կտրվածքով նախատեսում ենք ուսումնավարժություններ, դասախոսություններ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների հետ, ինչպես նաև ամենօրյա ռեժիմով կապ ենք հաստատում այդ ձեռնարկության համապատասխան ստորաբաժանումների հետ, հարկ եղած դեպքում արձագանքման արդյունավետությունը ավելացնելու համար։ Ուսումնավարժության գլխավոր նպատակներից մեկը այն է կատարելագործել արձագանքող ուժերի հմտությունները փրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում, ինչպես նաև կատարելագործել արձագանքող ուժերի վարչական աշխատակազմի եւ մյուս ծառայությունների միջև ներդաշնակում, այսինքն փոխհամագործակցությունը։ Պայմանական վթարը վերացված է, պոչանքը վերադարձված հիմնական խողովակ։ Թե ձեռնարկության աշխատակիցները, թե փրկարարները գործել են նախապես գրված գործողությունների պլանի համաձայն։ Տիգրանուհի Բադալյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։